Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատեմ ես, Լուսիկ Քոչարյանը, հիշեցնեմ, թե որ տարբերակներով մեզ կարող եք նաև հետևել, ի հավելումն ռադիոհաճախականության, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եւ իհարկե միացեք մեզ Facebook-յան հարթակում, հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջով, այստեղ կարող եք կրկին տեսնել live stream-ի տարբերակով։ Ներկայացնեմ ում հետ ենք այսօր զրուցելու։ Գիտ Կոկորտ ականջաբան եւ վիրաբույժ Վահան Նալբանդյան, ողջույն, բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն թեմայի առաջարկի համար, կարծում եմ շատ ակտուալ է հատկապես ցրտերին, ձեր օգնությամբ այսօր կհասկանանք դժվարաշնչությունը։ Տերմինը ճիշտ ենք, չէ՞, օգտագործում, հենց այսպես է կոչվում խնդիրը դժվարաշնչություն քթով, այո, քթային դժվարաշնչություն, հասկանանք այն կապ ունի ցրտերի, ցրտերն սաստկանալու հետ, տարբեր վիրուսների, գրիպերի հետ եւ այլն եւ իհարկե որոնք են լուծումները, եթե մարդն ունի այսպիսի խնդիր։ Ինչ պետք է հասկանանք նախ քթային դժվարաշնչություն ասելով, որովհետեւ հիմա շատ մարդիկ մեզ կարող են լսել, ասել դե ոնց որ ես էլ եմ դժվարաշնչում կամ մարդիկ կարող են գլխի չընկնել, որ իրենք իրականում դժվարաշնչություն ունեն, սա էլ կա էլի հակառակ կողմը։ Իրականում շատ տարածված ակտուալ խնդիր է, շատ հաճախ են դիմում թե քրոնիկ մշտական քթային դժվարաշնչության կապակցությամբ, թե սուր վիճակներում, ասենք հարբուխների, վիրուսների, ալերգիաների, սրացումների ժամանակ, որոնք եւս բերում են ժամանակավոր քթային դժվարաշնչության։ Շատերը իհարկե դժվարանում են հասկանալ իրենց մոտ կա քթային դժվարաշնչություն, թե չկա, իհարկե դա վերաբերվում է ավելի շատ քրոնիկ վիճակներին, երկարատև, երբ որ արդեն սովորում են այդ իրենց շնչառությանը, մտածում են, որ դա նորմալ է, իրենք այդպես ապրել են եւ պետք է շարունակեն ապրել, բայց բժիշկի մոտ զննման գալուց հետո պարզվում է, որ բավականին խանգարված քթային շնչառություն ունեն։ Երբեմն գիտեմ, որ բժիշկները նույնիսկ ապշում են, բա դուք ոնց եք ապրում, ոնց եք այսքան ժամանակ չեք նեղվում, ոնց եք քնում, թթվածնային քաղց չեք զգում, թե ոչ, ինչով է պայմանավորված, մարդիկ ուղղակի չեն նկատում, հա, վատացումը իրենց շնչելու, թե օրինակ բերանով են շնչում, այդպես էլ չեն նկատում, որ քիթը իր ֆունկցիոնալությունը լավ չի կատարում։ Այո, բերանով են շնչում, բերանով օգնում են շատ հաճախ եւ նաեւ օրգանիզմը երիտասարդ տարիքում հիմնականում կոմպենսացնում է թթվածնաքաղցի երևույթները եւ առանձնապես չեն նկատում խնդիրներ, որոնք հետո հետագայում ի հայտ են գալիս։ Լավ, եթե անձը այսպես չի կարող ինքն ախտորոշում անել, որ ինքը ունի դժվարաշնչություն քթով կամ քթային դժվարաշնչություն, ինչ որ գանգատներով մենք կարող ենք ճանաչել այլ, այսինքն անուղղակի, եթե մենք կոնկրետ շնչելու այդ process-ը չենք կարողանում գիտակցել ինչպիսին է։ Այո, իհարկե, քթային դժվարաշնչությունը որոշակի նշաններ ունի, որոնցով կարելի է հասկանալ օրինակ գիշերները հա բերանով հաճախակի շնչելիս առավոտյան զարթնելիս բերանում ըմպանում չորություն է լինում շատ հաճախ, քնի խանգարումներ է լինում, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ արդեն անհանգստացնում է շնչառության խանգարումը, ել ավելի է դժվարանում, բերանով են սկսում շնչել, նմանատիպ երևույթների դեպքում կարելի է արդեն հասկանալ, որ կա քթային դժվարաշնչություն։ Ինչու մեզ բերանով շնչելը բավարար չէ։ Մենք այս մասին էլի ենք խոսել, բայց հիմա թեմային վերաբերող կուզեի կրկին մանրամասնենք, այ բերանով գնացող օդը թվում է թե շատ ավելի մեծ ծավալ ունի եւ պետք է մեզ բոլորովին բավականացներ։ Այո, դա շատ հետաքրքիր հարց էր, իրականում շնչառության խորությունը եւ որակը կարգավորվում է քթի լորձաթաղանթի շնորհիվ, այնտեղ գտնվող ընկալիչների միջոցով, որոնք օդի հետ շփվելով ազդակ են ուղարկում դեպի ուղեղ, կարգավորելու համար շնչառության խորությունը, իսկ շնչառության խորությունը իր հերթին կրծքավանդակում համապատասխան ճնշումների տարբերություն է ստեղծում, որի շնորհիվ կարգավորում է եւ արյան շրջանառությունը եւ թթվածնով արյան հագեցվածությունը եւ ուղեղի արյան շրջանառությունը իր հերթին բերելով բազմաթիվ խնդիրների կանխարգելման, հա, օրինակ զարկերակային ճնշման, սիրտանոթային, ուղեղի արյան շրջանառության խնդիրների
եւ քթով դժվար շնչելը այդ իսկ պատճառով տարիների ժամանակի ընթացքում բարձրացնում է եւ սրտային պատահարների եւ ինսուլտների ռիսկը եւ շնչառական հիվանդությունների հավանականությունը։ Այսինքն խնդիրը միայն այդ պահին վատ շնչելու հարցը չէ, այլ նաև կուտակային էֆեկտն է, որ թողնում է օրգանիզմի վրա եւ հետո օրինակ ավելի ճակատագրական խնդրի վերածվում։ Այո, իհարկե, դե այդ պահին վատ շնչելը իհարկե կյանքի որակի վրա է անդրադառնում, բերում է եւ քնի խանգարումների եւ կենտրոնանալու հիշողության խանգարումների, առույգության խնդիրների, բայց ավելի լուրջ առողջական խնդիրները տարիների ընթացքում են ի հայտ գալիս։ Եկեք տարիքային սեգմենտավորմանն էլ անդրադառնանք, երեխաներն ունենում են այսպիսի խնդիր եւ ինչ պատճառներ հիմնական կարող ենք դուրս բերել հենց երեխաների համար, թեկուզ դպրոցական, նախաչափահասական, այսպես ասած, եթե այսպես մասնավորեցնենք։ Այո, իհարկե երեխաներն էլ շատ հաճախ ունենում են քթային դժվարաշնչության խնդիր, հիմնականում ադենոիդների պատճառով, հա, որը երեխաների քթի միսն է, այո, քթի միս են ասում, այո, ժողովրդի ընդունված է այդպես անվանել, որը բերում է եւ բերանային շնչառության, որի հետևանքով երեխաների մոտ աճի ժամանակ խանգարվում է դիմային ծնոտների, դիմային ոսկրերի զարգացումը եւ կարող է բերել ականջների հաճախակի խնդիրների, քանի որ շղթայաբար, հա, իհարկե ինքը քիթը եւ ականջը իրար միացնող այդ Եվստախյան փողի ֆունկցիան է խանգարում, քանի որ իր բացվածքի պոտ է անմիջապես գտնվում։ Իսկ կծվածքի եւ թեքատամների հետո օրթոդոնտիկ բուժման խնդիրներ առաջանում են։ Այո, հենց այդ դիմային գանգի զարգացման խանգարումների պատճառով առաջանում են կծվածքի խնդիրներ եւ հետագայում կարիք է լինում նաեւ օրթոդոնտիկ միջամտությունների։ Նույնիսկ ես դեպքեր գիտեմ, որ գնում են օրթոդոնտի մոտ եւ օրթոդոնտը տեսնելով, որ սա հետևանք է լուրջ շնչառական տարբեր խնդիրների, ուղղորդում է արդեն քիթ-կոկորտական ջաբանի մոտ, որպեսզի զուգակցեն, որովհետեւ այս դեպքում ատամնաշարի ուղումը կարող է հարցը չլուծել եւ ցանկալի է, այո, որպեսզի քթային շնչառությունը կարգավորելուց հետո կատարվի ատամնաշարի շտկումը։ Մենք նաև հաճախ ենք լսում, որ ադենոմաները հեռացրին, ասացին դեռ պետք չի հեռացնել եւ այլն։ Ինչ է արվում այս ադենոմաների հետ կապված հարցերի հետ։ Ադենոիդների պարագայում իհարկե Ես արդեն տարբեր բժիշկների կոնցեպտները միավորում եմ իրար, այո։ Կախված իրենց գերաճի աստիճանից, հա, որոշվում է հեռացնել պետք է, թե դեղորայքային բուժումով է պետք կարգավորել, եթե 3-4 աստիճանի գերաճ կա, իհարկե միանշանակ հեռացում է ցուցված։ Մնացած դեպքերում կարող են զուտ բորբոքային process-ը վերացնելով դեղորայքային բուժումով կարգավորել խնդիրը։ Կար ժամանակ, երբ ասում էին միևնույնն է վերջում հեռացնելու ենք, եկեք չթողնենք բարթանա, հիմա կա այս մոտեցումը, թե սովորաբար հասունացման շրջանում ադենոիդները հետ են զարգանում, եթե չափերով շատ մեծ չեն, պարտադիր չի, որ առաջին երկրորդ աստիճանի գերաճի դեպքում վիրահատական միջամտություն արվի։ Օրգանապահպան մոտեցումը այստեղ արկա է։ Պատճառների մասին է դեպքում խոսենք ադենոիդների կոնկրետ, որտեղից դրանք, ինչու են բորբոքվում, ինչպես է պատահում, որ հետաճ են ունենում կամ մեծահասակների մոտ լինում է թե ոչ այս խնդիրը, ինչ պատճառներ ունենք։ Իրենք նորմալ անատոմիական գոյացություններ են, որոնք բոլոր երեխաների մոտ կան, մեծահասակների մոտ հազվադեպ է հանդիպում, քանի որ արդեն ասացինք, որ հետ են զարգանում հասունացման շրջանում։ Եվ իր ֆունկցիան դերը պաշտպանական է, այսինքն ինֆեկցիաներից, հա, վարակներից պաշտպանելու, իմունիտետը ակտիվացնելու դեր են կատարում։ Փաստորեն երեխաների հաճախ կրկնվող այդ հարբուխ վիրուսներ, գրիպներ, դրանք կարող են պատճառ հանդիսանալ նշիկների հետ կապված խնդիրների, ճիշտ ենք հասկանում։ Եվ նշիկների եւ ադենոիդների հետ կապված խնդիրների պատճառ կարող են հանդիսանալ, չնայած կարող է պատճառը լինել եւ կառուցվածքային գենետիկական նախատրամադրությամբ պայմանավորված, այսինքն պարտադիր չէ լի, որ հենց վիրուսներից կամ բորբոքումներից գերաճի ենթարկվեն։ Իսկ հիմա այս ցուրտ եղանակներին դուք նկատում եք ինչ որ սրացումներ մարդկանց մոտ եւ հատկապես որ
տարիքի հատվածի մոտ ինչ գանգատներով են ձեզ դիմում եւ ինչ եք անում հատկապես գնալով սաստկացող ցրտի պարագայում։ Ցրտի պարագայում իհարկե վիրուսային ինֆեկցիաների գլուխ բարձրացնելու հետ կապված ավելի հաճախանում են սուր վիճակները, սուր ռինիտները, հարբուխները, հիմնականում նման դեպքերում դեղորայքային բուժում է կիրառվում բարդությունները կանխարգելելու համար, սինուսիտների հետ կապված բարդությունները եւ այլ բարդությունները, կանխելու համար, ինչպես նաեւ իհարկե որպեսզի շուտ առողջանան, թեթև տանեն շնչառությունը կարգավորվի այդ շրջանում հիվանդության։ Ինչ կասեք հենց բուն վիրահատության մասին, որովհետեւ հիմա կարծում եմ շատ եւ մեծահասակներին եւ ծնողներին կհետաքրքրեն հենց բուն վիրահատական միջամտությունները, որոնք են ավելի հաճախ իրականացվում եւ որքան են տևում, ինչպիսի անզգայացմամբ է սա արվում, կարող եք մի փոքր պատմել։ Այո, իհարկե, հիմնականում վիրահատությունները կատարվում է քթի միջնապատի դեֆորմացիաների դեպքում եւ քթային խեցիների գերաճի, հիպերտրոֆիայի ժամանակ քրոնիկ, որը մշտապես դժվարաշնչության է բերում։ Սա մեծահասակների մեծահասակների արդեն, այո, երեխաների մոտ հիմնականում դե արդեն նշեցինք, որ ադենոիդ վեգետացիաների գերաճն է, կարող է նաև որոշակի ալերգիկ երևույթներ լինեն, որոնք արդեն դեղորայքային կարգավորման են ենթարկվում։ Մի փոքր մանրամասնենք միջնապատի եւ խեցիների հետ կապված վիրահատությունները, ինչ մեթոդով են արվում, ինչպես է պետք նախապատրաստվել, որքան է տևում, հետո անցնենք նաեւ հետվիրահատական շրջանին։ Այո, վիրահատությունները արվում են ընդհանուր անզգայացմամբ միանշանակ, որոշ դեպքերում նաեւ էնդոսկոպիկ եղանակով կատարվում են վիրահատություններ, որպեսզի ավելի խնայողաբար կատարվի վիրահատությունը։ Ընդհանրապես տևողությունը շատ տարբեր կարող է լինել, կախված դեֆորմացիայի բարդությունից, աստիճանից, սովորաբար մինչև մի ժամ է տևում։ Այդքան քիչ, ես մտածում եմ մինիմում 2 ժամ։ Չգիտես ինչու շատ երևի վախենում ենք ավելի շատ այդ վիրահատությունից։ Եթե կա իհարկե կողքից նաև սինուսիտներ, քրոնիկ կիստաներ, պոլիպներ, որոնք պետք է հեռացվեն, դա կարող է վիրահատության տևողությունը մի քանի անգամ երկարացնել։ Ինչ է սինուսիտը եւ ինչ է պոլիպը, կիստան ավելի մեզ ծանոթ բան է, մի փոքր նրանց էլ անդրադառնանք։ Սինուսիտը, այո, քթի հարակից խոռոչների բորբոքումներն են, օրինակ հայմորյան, ճակատային, որոնք եւս կարող են քրոնիկ լինել եւ կարող են տարբեր գոյացություններ լինել խոռոչներում, պոլիպների տեսքով, կիստաների տեսքով, պոլիպները հիմնականում ալերգիայի հետևանքով առաջացած գոյացություններ են, որոնք որոշ պարագաներում ցանկալի է որ հեռացվեն վիրահատական ճանապարհով։ Փաստորեն մենք թարախային կուտակումների հետ գործ չունենք, այլ հիմնականում փոքր գոյացությունների հետ, թե սրանք տարբեր փուլեր են։ Քրոնիկ վիճակներում, այո, իսկ սուր վիճակներում լինում են եւ թարախային կուտակումներ, որը քրոնիկ դեպքերում քիչ է հանդիպում, քանի որ թարախային ինֆեկցիան ինքը սուր process է ավելի շատ, քրոնիկ թարախային կուտակումները հազվադեպ են լինում։ Սուր վիճակներում իհարկե մենք ավելի շատ դեղորայքային բուժում ենք նշանակում։ Վիրահատություն պետք չէ այստեղ։ Վիրահատությունը բուժումից հետո, եթե կամ բուժումը չի օգնում կամ բուժումից հետո որոշակի մնացորդային երևույթներ են մնում, խնդիրներ, որոնք պետք է վիրահատվեն, նոր արդեն ցուցում է դրվում վիրահատության։ Այ դուք նշեցիք մեթոդներից էնդոսկոպիկ տարբերակը, կան այլ տարբերակներ էլ, որ կիրառվում են, թե հիմա այդպես ոսկե ստանդարտ է այս բոլոր խնդիրների համար մնում է էնդոսկոպիան։ Այլ տարբերակներ չկան, չէ, կամ տրադիցիոն մեթոդով է վիրահատությունը արվում, իհարկե միջնապատի եւ քթի խեցիների վիրահատությունը արվում է փակ եղանակով, միանշանակ քթանցքից, այնտեղ արտաքին կտրվածքներ, այտուցներ, սպիներ եւ այլն չեն լինում։ Էնդոսկոպը կիրառվում է որոշ միջամտություններ ավելի էֆեկտիվ կատարելու նպատակով, ավելի լավ տեսանելիության պայմաններում։ Կարող եք նկարագրել ինչ է էնդոսկոպիկ վիրահատությունը, ինչ գործիքներ են մասնակցում, ինչպես եք դուք հետևում վիրահատությանը, այսպես մի փոքր դժվար է պատկերացնել վիրահատարանում կոնկրետ ինչ է կատարվում։ Մենք էլ միշտ վախենում ենք գործիքներից եւ տարբեր սարքերից, մի փոքր հեշտացրեք մեր
Վախերը, Էնդոսկոպիկ եղանակը հիմնականում պայմանավորված է համապատասխան օպտիկաների կիրառմամբ, կամերաների, որոնք դրանք ներմուծվում է քթի խոռոչ եւ մենք էկրանի վրա տեսնում ենք, քթի խոռոչում խոշորացված արդեն մեր ուզած զոնան, որտեղ պետք է միջամտենք եւ համապատասխան գործիքների միջոցով արդեն էֆեկտիվ կատարվում է միջամտությունը մինիմալ տրավմատիկ, մինիմալ վնաս հասցնելով առողջ հյուսվածքներին։ Այսինքն դուք ճշգրիտ շատ ավելի լավ տեսանելիություն եք ունենում եւ այստեղ սխալվելու ու այլ հյուսվածքներ վնասելու հավանականությունը նվազագույնի է։ Այո, իհարկե։ Աստված։ Ինչ կասեք Հայաստանում այս բոլոր մեթոդները, սարքերը, հագեցածությունը բարձր մակարդակի են համեմատած զարգացած երկրների հետ, որոնք միշտ ավել են գովում, ես կարծում եմ, քան իրականում կան Հայաստանի հետ համեմատած։ Սարքավորումները իրականում նույնն են։ Ինչ կա դրսում, կա այստեղ։ Կա եւ այստեղ հագեցվածության խնդիրն է, քանակի խնդիրն է զուտ, որը կախված է կլինիկայի բյուջեից արդեն։ Մի րոպե, ինչ կա ուրիշ խոսելու, ես որտեւ իմ հարցերը սպառվեցին այս թեմայի վերաբերյալ։ Հետազոտությունները, ինչ կարևոր բան կա այստեղ ասելու, որ ես այդ հարցերն էլ ուղղեմ։ Դե ինչպես ենք գնահատում, ինչ հետազոտություններ ենք անում, քթային դժվարաշնչությունը եւ Մեզ քանի րոպե մնաց։ 16 րոպե է։ Անցել թե մնում է։ Հա։ Այսինքն 14 րոպե կա։ 30-ից հանում 16-14։ Մի քիչ երկար էլի խոսեք, որտեվ անդադար ես ստիպված եմ նոր հարցեր հորինել, ավելի մանրամասն նկարագրեք, ինչ որ նկարագրում եք։ Ձեր փորձից օրինակներ բերեք, բարդ դեպքեր հիշեք եւ բերեք, միֆեր ու մոլորություններ հիշեք, որ մարդիկ սա չգիտեն, դուք հիմա հերքում եք սխալ իմացածը կամ ոնց որ քարոզում եք ավելի ճիշտը, որտեվ ստացվում է որ ես շատ եմ խոսում ու անդադար ձեզ հարցեր եմ տալիս, բայց իրականում 1-2 նախադասությունից ավել էլի փորձեք խոսել։ Всё, շարունակենք։ Եթե անձը հայտնվեց ձեր սենյակում դժվարաշնչության, քթային դժվարաշնչության գանգատով, այստեղ հետաքրքիր է իմանալ նախ ինչպես է անամնեզ հավաքում, այսինքն ինչ հարցեր են ձեզ հետաքրքրում մարդու կենսակերպից, չգիտեմ, տարբեր գործողություններից կենցաղում եւ հետո ինչ հետազոտություններ եւ անալիզներ, ինչպես հայերն են ասում, ինչ է նշանակվում այս դեպքում։ Սկսենք իրականում անամնեզը հավաքելուց։ Ինչ է ձեզ հետաքրքրում մարդու մասին։ Շատ լավ, նախ եւ առաջ հարցնում ենք պացիենտին, թե ինչքան ժամանակ է որ խնդիրը կա, ինչպես է իրեն անհանգստացնում, ինչով է անհանգստացնում, ինչի հետ է կապում, խնդիրը քթային դժվարաշնչության շատ ժամանակ մարդիկ նույնիսկ քթային դժվարաշնչություն չեն նշում, այլ գանգատներով են դիմում, դժվարաշնչությունը զննման ժամանակ է հայտնաբերվում, գլուխս պտտվում է, հա։ Շատ հաճախ հենց գլխացավի կապակցությամբ են դիմում եւ որպես պատճառ մենք հայտնաբերում ենք օրինակ քթային դժվարաշնչություն կամ հարկքթային խոռոչների բորբոքային process-ներ, ինչ որ խնդիրներ։ Ցավեր այստեղ ասվում է մարդկանց կողմից, օրինակ մշտական տևական ինչ որ ցավեր ունեմ դեմքի հատվածներում, որից դուք կարող եք կասկածել ձեր նշած խնդիրները։ Հիմնականում գլխացավ նշում են քթային դժվարաշնչություն ունեցող պացիենտները, նշում են, որ մեկ աջ, մեկ ձախ քթանցքը չի շնչում, փակվում է հաճախակի, դա եւս խեցիների գերաճի նշաններից մեկն է։ Նաև շատ կարևոր է հասկանալ ալերգիկ ֆոն ունի պացիենտը, թե ոչ, դա նույնպես պարտադիր պետք է ճշտել, հարցնել, շատերը նույնիսկ ալերգիա ունեն եւ չգիտեն դրա մասին, եւ մենք զրուցելիս հասկանում ենք, որ օրինակ փոշիների, տարբեր բույսերի, հետ շփվելիս մարդու մոտ փակվում է քթային շնչառությունը դժվարանում է եւ պարզվում է, որ հենց ալերգիկ ֆոնով է դա պայմանավորված։ Իրականում հիմնականում մարդկանց մոտ դժվարաշնչությունը քիթը փակվելու հետ է ասոցացվում, բայց ինձ հետաքրքրում է նաև քթահոսությունը լինում է, որ բարբերաբար նկատվի նաև անիմաստ քթահոսություն, հատկապես եթե մենք ալերգիկ վիճակների մասին ենք խոսում։
Կտավությունը ավելի շատ ալերգիաներին է բնորոշ, նաև կարող է լինել սինուսիտների ժամանակ, քթային խոռոչների բորբոքումների ժամանակ։ Լավ, այստեղ պարզ է հարցերի դեպքում դուք մոտավոր գաղափար եք արդեն կազմում, ինչի հետ գործ ունեք, ինչպես եք հասկանում, ինչ լաբորատոր հետազոտություններ են պետք դեռևս մենակ լաբորատորին անդրադառնանք, հետո գործիքայինին։ Լաբորատոր հետազոտություններ քթային դժվարաշնչության հետ կապված ցուցված չեն, անալիզներ, որպես այդպիսին, մեզ ավելի շատ հետաքրքրում են կառուցվածքային խնդիրները, որոնք առաջնահերթ մենք զննում ենք, ռինոսկոպիա ենք անում, աչքով ինչը որ տեսնում ենք, բավականին ինֆորմատիվ է, որից հետո նշանակվում է քթի եւ քթի հարակից խոռոչների կատե հետազոտություն, համակարգչային շերտագրություն, որը ել ավելի շատ ինֆորմացիա է տալիս, մանրակրկիտ արդեն մենք շերտագրության վրա տեսնում ենք, թե որ հատվածում ինչ խնդիր ունենք։ Սա ձեզ ռադիոլոգն է եզրակացությունն ուղարկում, թե դուք անպայման դուք ինքներդ ուսումնասիրում եք այդ ստացված պատկերները, այստեղ հաճախ են կլինիցիստները կամ վիրահատող բժիշկները ասում, որ չէ, անպայման պատկերը ես էլ պետք է նայեմ, անկախ նրանից ռադիոլոգն ինչ է գրել։ Միանշանակ ռադիոլոգի գրածնել ենք մենք անպայման նայում, որովհետև հնարավոր է ռադիոլոգը ինչ որ խնդիր տեսնի, որին մենք նայելիս ուշադիր չլինենք, լինում են նման դեպքեր, բայց պարտադիր մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հիվանդի կատեի պատկերները, քանի որ ռադիոլոգը ինքը գիտկոկորտի մասնագետ չի եւ բնականաբար այդքան լավ չի տիրապետում կլինիկական խնդիրներին։ Հետո անամնեզը դուք եք հավաքել եւ գանգատները պետք է համադրեք ոնց որ պատկերների հետ։ Օրինակ բերեմ, շատ ժամանակ կատեի ռադիոլոգը գրում է, որ կա քթի միջնապատի դեֆորմացիա, պացիենտները մոտենում են, բայց ինչա գրած, պանիկայի մեջ, ես միջնապատի խնդիր ունեմ, բայց այն հատվածների դեֆորմացիան է, որը ընդհանրապես շնչելուն չի խանգարում եւ ոչ մի միջամտություն չի պահանջում, այսինքն մենք դրան ուշադրություն էլ կարող ենք չդարձնել։ Այսինքն լինում են միջնապատի այնպիսի խնդիրներ ու թեքություններ, որ վիրահատել պետք չէ, ոչինչի վրա չի ազդում, սա իսկապես մի փոքր բացահայտում էր, որովհետև մենք սովորենք, որ միջնապատի խնդիր ունես, ուրեմն թթվածնային քաղց, շնչելու խնդիրներ, խռմփոց, ինչի հետ ասես դա կապում են։ Ոչ, իհարկե, քթի միջնապատը առհասարակ բնության մեջ իդեալական ուղիղ միջնապատ գոյություն չունի, ինքը աճի ընթացքում որոշակի դեֆորմացիաների է ենթարկվում եւ քթային դժվարաշնչության բերում է թե չէ կախված է դեֆորմացիայի աստիճանից եւ նաեւ թե որ հատվածում է քթի խոռոչի այդ դեֆորմացիան, որովհետեւ հատվածներ կան, որտեղ միջնապատի նույնիսկ արտահայտված դեֆորմացիաները կարող են չազդել շնչառության վրա։ Հնարավոր է արդյոք, եթե խնդիր կա միջնապատի հետ ու պետք է վիրահատություն արվի, փոխվի, հնարավոր է, որ այլ վիրահատություններ համակցվեն սրա հետ եւ միանգամից մի քանի խնդիր լուծվի, դուք ունեն եք նման փորձեր։ Այո, իհարկե, զուտ միայն միջնապատի վիրահատություն շատ հազվադեպ է լինում, որ կատարվի։ Նայում եք էլ ինչ կա շտկելու, չէ՞ բուժելու։ Հիմնականում, եթե վիրահատության է գնում մարդ, աշխատում ենք բոլոր խնդիրները միաժամանակ շտկել, նույնիսկ լինում են վիրահատություններ, երբ որ քիթը եւ ականջը միաժամանակ է արվում կամ քթի եւ ձայնալարի ինչ որ խնդիր միաժամանակ վիրահատվում է, իսկ քթային խեցիների եւ հարքթային խոռոչների խնդիրները միանշանակ միջնապատի հետ միաժամանակ արվում է։ Ինչպես նաև կոսմետիկ, պլաստիկ վիրահատությունները, եթե պացիենտը պլանավորում է, ցանկալի է, որ միևնույն ժամանակ արվի։ Շատ տրավմատիկ չէ մի քանի բան միանգամից անելը եւ արդյոք երկարում է հետ վիրահատական շրջանը սրա պատճառով ռիսկային չէ, երբ մի քանի գործողություն միասին ձեռնարկում եք։ Չէի ասի, որ ռիսկային է, որովհետեւ մի քանի անգամ նարկոզ տանելը ավելի ռիսկային կարող է լինել, քան մի этаպով այդ ամբողջը անելը։ Իհարկե կան ծավալներ, որոնք չեն թույլատրվում, բայց նշվածը ինչ որ ես ասեցի, հանգիստ կարելի է միաժամանակ անել։ Եվ դրանից չի տուժի բացարձակ։ Իդեպ առողջական խնդիրներով ցուցված վիրահատությունները կարիք լինում է հետո կրկնել, կրկնություններ լինում են, ասենք ինչ-ինչ առողջական պայմաններով
պայմաններից Այո, ելնելով։ իհարկե կարող է լինել, ոչ հաճախ իհարկե, բայց հազվադեպ կարիքը լինում է կրկնել, լինում է որ ռեցիդիվ է լինում, խնդրի հա կրկնվում է նորից, քանի որ վիրահատությունից հետո օրգանիզմը եւս փոփոխությունների ենթարկվում է, այնպես չի որ վիրահատեցինք, այդպես մնում է ինքը process-ներ են տեղի ունենում, հատկապես ալերգիկ, հա, երևույթների դեպքում ալերգիայի հետևանքները կարող են հետագայում նորից կրկնվել, հա, եթե չստացվի կոնտրոլի ենթարկել, կարգավորել ալերգիան։ Առհասարակ հնարավոր է ալերգիայի հարցը լուծել, ասենք, բուժվել ալերգիայից կամ գոնե պարբերաբար բուժում անցնել։ Ձեր համագործակցությունը ալերգոլոգների հետ ինչ է հուշում։ Փորձում ենք համագործակցել, որովհետև դա շատ կարևոր խնդիր է մեզ համար, որպեսզի մեր վիրահատությունից հետո արդյունքը պահպանվի։ Ոչ միշտ է հաջողվում, իհարկե, բայց բավականին լավ արդյունքներ ունենում ենք։ Դինամիկ հսկողության մասին էլ խոսենք, ենթադրենք արվեցին վիրահատությունները մի քանիսը կամ միայն հարկթային խոռոչների հետ կապված, որքան ժամանակ եք դուք պահում հսկողության տակ, ինչ հետազոտություններ եք նշանակում այդ ընթացքում, ինչ է ձեզ պետք կոնտրոլի համար։ Այո, կոնտրոլը պարտադիր է, մենք վիրահատությունից հետո մոտավոր 1 ամիս, եթե ոչ ավել, պարբերաբար զննում ենք, հետևում ենք պացիենտներին, հետազոտությունները ըստ անհրաժեշտության ենք նշանակում, հիմնականում մեր վիրակապությունների, հա, մեր վերքերի տեսքը տեսնելու եւ առողջանալու տեմպը գնահատելու նպատակով 5 օրը 1, 7 օրը 1 մենք պարտադիր պացիենտին տեսնում ենք։ Իսկ այ նույն համակարգչային տոմոգրաֆիան որքան ժամանակ հետո է կրկնում, որպեսզի տեղակայում, տարածվածություն, քանակ, նորից տեսնեք վիրահատությունից հետո ինչ է կատարվում։ Եթե մենք ունենք ռիսկ, հա, կրկնվելու, խնդրի պարտադիր գոնե 6 ամիս հետո նորից համակարգչային տոմոգրաֆիան կրկնում ենք։ Քթի ու հարկթային խոռոչների վիրահատություններից հետո ինչ որ հատուկ խնամք պետք է այդ հատվածների համար սա կարող է վերաբերել եւ սննդակարգին եւ ինչ որ պրոցեդուրաներին, որ տանն է պետք անել եւ ֆիզիոթերապևտությունը ինչը կնշեք ամենակարևորները։ Հետ վիրահատական շրջանում առաջիկա 2 շաբաթը սահմանափակումներ նշում ենք մենք, դա ֆիզիկական ծանրաբեռնվածություններն են, հա, շատ խորհուրդ ենք տալիս շատ դուրս չգալ, չմրսել, հիվանդ մարդկանց հետ շփվել, որպեսզի վիրուսներով չվարակվեն։ Մի քանի անգամ բարդանա վիճակը։ Լվացումները, հա, դեղորայքը, հակաբորբոքային անտիսեպտիկները բոլորը նշանակում ենք պրոֆիլակտիկ, հա, որոշ դեպքերում նույնիսկ հակաբիոտիկային բուժում։ Տան պայմաններում հնարավոր են սրանք անել։ Այո, պետք է այցելել, գնալ գալ հիվանդանոց։ Արվում է տան պայմաններում, իհարկե բժշկի հսկողությամբ, հա։ Շատ մարդիկ վախենում են վիրակապերից, կարերից եւ նման այլ բաներից։ Այսօր ինչ որ զարգացումներ ունենք այս դաշտում, որ չես համեմատի օրինակ առաջվա հետ։ Իհարկե, բավականին նախկինում քթի վիրահատություններից հետո բավականին երկար թանզիֆե տամպոններ էր օգտագործվում, որը եւ հանելն էր ցավոտ եւ արյունահոսության էր բերում, հա, ներկայումս դրա փոխարեն օգտագործում են սիլիկոնե ներդիրներ, հա, որոնք բավականին թեթև են տարվում պացիենտների կողմից եւ հեռացնելուց առհասարակ չեն ցավեցնում, արյունահոսության չեն բերում, շատ կամֆոր եւ իրենցով հնարավոր է լինում հետ վիրահատական շրջանում այդ մի քանի օրը շնչել քթով որոշ չափով։ Մի այսպիսի հարցել ես շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր նարկոզ կոչվածից խուսափում են, վախենում են ֆոբիայի աստիճանի, տեղային անզգայացումով ինչ որ կերպ հնարավոր են այս միջամտությունները կատարել, թե այսօր ոչ։ Հնարավոր է, նախկինում շատ էր արվում տեղային անզգայացումով, ուղղակի կան հատվածներ, որոնք տեղային անզգայացումով աշխատելու համար հարմար չեն, հա, այսպես ասեմ, լիարժեք անզգայացում ապահովել հնարավոր չի եւ որպեսզի աշխատանքը արվի լիարժեք, հա, եւ պացիենտի մոտ դիսկոմֆորտ չլինի, հաշվի առնելով, որ վիրահատության ժամանակ կարող է լինել եւ արյունահոսություն եւ որոշակի ցավ եւ վախ եւ ստրես, հա, այդ ամենից խուսափելու նպատակով այժմ գրեթե բոլոր վիրահատությունները նարկոզով է արվում։ Ու մնում է համոզել, հա, պացիենտին, որ առանց նարկոզի դե իրականում
ռիսկերը եթե համադրենք, հա, մեծ չի տարբերությունը տեղային անզգայացումով եւ նարկոզով վիրահատելու դեպքում։ Այո, հատկապես որ ես հիշում եմ մոտ 20 տարի եւ ավել առաջ մարդիկ նկարագրում էին, որ ես լսում էի բոլոր ղրթոցները, կտկտոցները եւ դա ահավոր էր ու լավ է որ մենք բրծանք։ Եվ իհարկե ես կուզեի նշել, որ ներկայումս նաեւ վիրահատական տեխնիկաներն են բավականին զարգացել, չգիտեմ ինչու մարդկանց մոտ կարծիք կա, որ մեկը միջնապատի վիրահատությունից հետո էլի վատ են շնչում եւ այլ, միգուցե նախկինում 30 տարի առաջ եղել է նման խնդիր, հա, բայց ներկայիս արդիական տեխնիկաներով ճիշտ վիրահատելու պարագայում իհարկե նման խնդիր չի լինում, մարդիկ ամբողջ կյանքում իդեալական շնչում են քթով։ Ու նաև արագացել է ամեն ինչ այսօր։ Այո։ Տևողությունը, բուն վիրահատության, հետ վիրահատական շրջանը վերականգնվելու է։ Եվ ամեն ինչ ավելի թեթև հարթ է անցնում իհարկե։ Այո, բժշկությունը կայծակնային արագությամբ է զարգանում, շնորհակալություն այս բավականին տարածված խնդրով հարցազրույցի համար մենք զրուցեցինք քթային դժվարաշնչության, դրա պատճառների եւ իհարկե տարբեր տիպի թերապիաների վերաբերյալ Գիտ կոկորտականջաբան վիրաբույժ Վահան Նալբանդյանի հետ ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, շնորհակալություն, հուսամ էլի ինչ որ հետաքրքիր ու օգտակար պետքական թեմայով կհանդիպենք այս տաղավարում, իսկ այսօրվա համար այսքանը ցտեսություն բոլորին։ Ցտեսություն, շնորհակալ եմ։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։